նպատակների մասով, այն որ ընդդիմությունը չի ստանձնել Հովիկ Աղազարյանի փաստաբանի դերը, դա փաստ է, այն որ ընդդիմությունը ի ցույց է դնում այն քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են ընդդիմադիրների եւ նաեւ նախկին թիմակիցների նկատմամբ, դա եւս փաստ է։ Հովիկ Աղազարյանը քրեական գործով անցնում էր, այո, անցնում էր Հովիկ Աղազարյանը քրեական գործով, միջև Նիկոլ Փաշինյանի խնդրանքն էլ։ Հովիկ Աղազարյանի քրեական գործը այլ ճակատագիր կարող էր ունենալ, եթե Նիկոլ Փաշինյանին Հովիկ Աղազարյանը չասեր եւ չմերժեր իր խնդրանքը։ Ես կարծում եմ, որ դա աներկբա է, եւ դա աներկբա է ձեզանից յուրաքանչյուրի համար։ Ձեզանից որ մեկի հեռախոսը որ վերցնեն, 15 հատ քրեական գործ կարող են հարուցել։ Դա կարծում եմ եւս փաստ է։ Արսեն Թորոսյանը կոവിഡ്ի գործով հարցաքննվեց, որևէ զարգացում այդպես էլ չեղավ, որովհետև Արսեն Թորոսյանը լոյալ է Նիկոլ Փաշինյանին եւ օրը 30 հարցազրույց է տալիս արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները։ Անիֆի գործով լռեք, Անիֆի գործով որևէ զարգացում այդպես էլ տեղի չի ունենում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս պահի դրությամբ գործող անձանց մասով նպատակահարմար չի համարում, որ տեղի ունենան իրավական պրոցեսներ։ Պարոն Աղազարյան, ուժային այն տղեկը, որոնք ասում եք ձեզ ճնշել էին, բոլորին Նիկոլ Փաշինյանը SMS-ներ էր գրել, խնդրելով հրաժարվել պաշտոններից։ Իդեպ նաև ԲԴԽ նախագահին էր խնդրել, այդ նույն SMS-ից էր գրել, որի իրավունքը չուներ, որ դա սահմանադրական անկախ մարմին է ԲԴԽ-ն։ Հրաժարվեիք էլի այդ մանդատից։ Ինչի՞ չեք հրաժարվել, եթե փորձեմ հարց ձևակերպել։ Շնորհակալ եմ։ Դժվար է, շատ դժվար հարց է, որովհետև ասեք այս ժամանակվային պատասխանը հետևյալն էր, մասնավորապես, որ փաստորեն այդ ժամանակ արդեն այդ մանր եղջավորանացուների հետ կապված գործը ընթացքի մեջ էր եւ պարոն Քարամյանի հետ կապված գործն էլ արդեն մենք որ դիմել էինք ընթացքի մեջ էր չհաշված տղայիս մասնակցությամբ ընկերության հետ կապված գործը եւ եթե ես հրաժարվեի մանդատից եւ ենթադրենք թե օրինական ճանապարհներով այդ իրավական process-ները գնային եւ ամեն ինչ բարեհաջող ավարտվեր իմ համար։ Դա իմ շրջապատի կողմից կնկալվեր, որ ես գնացել եմ գործարքի, ես իրականում կաշառք վերցրել եմ կամ բան եմ արել, գլխով սենց եմ արել, այո, եւ այդ կդարձվեր իմ վրա։ Ես 65 տարեկան մարդ եմ եւ չեմ պատրաստվում իմ ապրած կյանքը վերարժևորել եւ իմ հարազատների, իմ ընկերների շրջապատում կասկածի դնել։ Սա էական դեր է խաղացել Տիկին Խամոյան իմ հետ կապված բանում, որոշման մեջ։ Երկրորդը, ես գտնում եմ, որ այս մի հիմնավորում։ Երկրորդ հիմնավորումը ես գտնում եմ, որ երկրի վարչապետը իրավունք չունի նման ձևով SMS-ներ գրի պատգամավորներին, պաշտոնյաներին եւ այլ։ Ինչու՞։ Թերևս պատգամավորներին որպես կուսակցության վարչության նախագահ էլի կարող է այդ իրավունքը ունի գրելու, բայց արդեն ուժային կառույցներին, ԲԴԽ-ին ինքը այդ իրավունքը չունի, պարզ հասարակ բացատրությամբ, որովհետև կարող պատահի մի որոշ ժամանակ հետո մեր երկրի ղեկավար դառնա մի մարդ, որը չունի Նիկոլ Փաշինյանի կամային հատկությունները, մտքի ճկունությունը, ուժը, դիմադրողականությունը եւ այլ։ Եվ այդ երկրի ղեկավարին ինչ-ինչ հանգամանքների բերումով, ինչ-ինչ ծառայություններ ստիպեն ասեն, հենց հիմա նստի մատ SMS գրի, թող Խամոյանը հրաժարվի մանդատից, որտեղ ինքը խանգարում է խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ մարդը որ ասի չեմ կարող գրեմ ոնց, բայց խղճի չես կարող գրես, արդեն դե մոտ այդ ավանդույթը կա։ Դա էլ իմ համար անընդունել է, եւ երրորդը ես գտնում եմ, որ վարչապետը իրավունք չուներ ինձ այդպիսի SMS գրել արդեն որպես Աղազարյան Հովիկ է։ Դա ինձ շատ վիրավորել է։
Արձագանք։ Պարոն Աղազյան, ինչի իրավունք չուներ։ Դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց, ծանոթանալուց հետո սկսեցիք հավատալ Հիսուսի գոյությանը։ Հիմա էլի ձեր խոսքի մեջ որոշակի այսպես ձևակերպումներ կան Նիկոլ Փաշինյանի հասցեին, իհարկե դրական լույսի ներքո եւ նաեւ բացասական արդեն արձանագրեցինք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում ձեր նկատմամբ։ Ինչու իրավունք չուներ, եթե Նիկոլ Փաշինյանի միջոցով սկսեցիք հավատալ Հիսուսի գոյությանը։ Ես ասել եմ, որ երբ որ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանին, ծանոթանալով իր որոշ որակների, մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուս Քրիստոսը գոյություն է ունեցել։ Ես չեմ ասել հավատացել եմ գոյությանը։ Կարակ նայեք տեսագրությունը եւ տեսնեք։ Ես ասել եմ, որ հավատացել եմ, որ Հիսուս Քրիստոսը կարող է պատահի գոյություն է ունեցել։ Ես Նիկոլ Փաշինյանի մասին շատ բարձր կարծիքի եմ եղել այդ ամբողջ ժամանակահատվածում եւ այսօր էլ ասեք առանձնապես շատ բացասական կարծիքի չեմ։ Ես գտնում եմ, որ ինքը իրան սպառել է, երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածներում կարևորագույն դժվարագույն որոշումներ կայացնել եւ սպառել է իրան քաղաքականապես, բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես։ Հետեւաբար իմ համեստ անձը անելու է ամեն ինչ, որպեսզի առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Որտեղ է այս ասածներից մեջ հակասություն։ Հարցերն ավարտվեցին, պարոն Աղազարյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Ագույթ Թովմասյան։